Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Մանուկյան, հրավիրում եմ ձեզ բրիֆինգից հետո մեր խմբագրություն սուրճ կխմենք, համել ձեր հայցած ԱԱՑ-ից հայցած, բայց չստացած հարցման պատասխանը կարող եմ կոպի անել, հանձնել ձեզ, հատկապես որ հարցումը ես եմ ուղարկել։ Կարծում եմ չեք մերժի։ Հիմա գամ հարցից, պարոն Մանուկյան, թեև ձեր գործընկեր պարոն Մամիջանյանն այսպես հեգնանքով, կամահարանքով վերաբերվեց, արտահայտվեց արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցին, բայց այդուհանդերձ ես մի մեջբերում անեմ դրա եզրակացությունից, մասնավորապես Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին։ Խորագրի ներքո գրված է, որ 2026 թվականի ընտրություններով պայմանավորված, որին մասնակցելու են նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, մեջբերման շարունակությունը, Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները մեծ հավանականությամբ կդառնան ավելի ընդգրկուն, բարդ եւ մասշտաբային։ Հավանական է կեղծ խեղաթյուրված կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ տեղեկատվական վնասակար գործողությունների, վնասակար կիբերգործողությունների իրականացում, ինչպես նաև գետնի վրա գործակալական ցանցի ակտիվացումը եւ այլն։ Պարոն Մանուկյան, հետևելով ձեր հորդորին, փաստերը կողքի դնել եզրակացություններ անելուց առաջ, խնդրում եմ ասեք, փաստերը կողքի դնելով ըստ ձեզ արտաքին որ դերակատարներն է, որ շահագրգռված են Հայաստանում համապատասխան ազդեցության գործողություններ իրականացնել եւ ընդդիմությունը իդեմս նաեւ Հայաստան խմբակցության հեղափոխական դաշնակցություն կուսակցության ինչպես է պատրաստվում հակազդել հնարավոր հիբրիդային հարձակումներին։ Շնորհակալություն։ Նախ սուրճեր կապած, այնքան սիվիկի ապատեղեկատվություն է հուսել, որ չգիտեմ ինչ ձևով կարող եմ ձեր խմբագրությունը սուրճ խմել, կարող եք ուղարկել, շնորհակալ կլինեմ, բայց նաև ես էլ ձեզ սուրճի առաջարկ անեմ իմ աշխատասենյակում եւ կհանեմ տասնյակներով են հարցում նամակները, որոնք ուղղել են Պաշտպանության նախարարություն, ազգային անվտանգության ծառայություն, տարբեր գերատեսչություններ ու ասել եմ, լսեք, Նիկոլ Փաշինյանը, որ առավոտվանից գիշեր անպատասխանատու հայտարարություններ անում հիբրիդային պատերազմ ազդեցության գործակալներ, շպիոններ, բան։ Ինձ կարաք ասեք, օրինակ բանակի հետ կապված Պապիկյան Սուրենին 3 անգամ հարցնում եմ։ Նիկոլ Փաշինյանը, որ ասա 22 թվից առաջ Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը ինքնիշխանը մոտեցում չուներ։ Կարաք ասեք, այդ ինչ հետազոտության հիման վրա չեն պատասխանում։ Բոլորն ասում են Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ բավարարվեք, տողատակով ասում են դե Նիկոլն մի բան ասել է։